Ինչպես դերային ասած, կխոսենք տերունական աղոթքի մասին։ Այս աղոթքը մեզ տրվեց, երբ աշակերտները Տեր Հիսուս Քրիստոսի հետ էին, երբ ասացին Տեր մեզ աղոթել սովորեցրու, եւ Հիսուս ասաց, երբ որ աղոթելու լինենք, ասացեք Հայր մեր, որ երկնքում ես։ Ինչու ենք մեր առաջին կոչում Հայր։ Ուրեմն ուրիշ կրոնների մեջ Աստծուն Հայր կոչելը չի կարելի։ Սա իրենց համար հայրություն է, հայրանք է։ Օրինակ իսլամների մոտ կամ հրեաների մոտ ասում են ինչպես կարելի է Արարածը առաջին Հայր կոչել։ Կարող ես նրան կոչել թագավոր, ստեղծիչ, արարիչ, բայց ոչ Հայր։ Մենք չենք ճանաչում Աստծուն, լավ չենք ճանաչում եւ մարդուն էլ լավ չենք ճանաչում։ Երբ որ Աստված մարդուն ստեղծեց, նրան ստեղծեց իր նմանությամբ եւ պատկերով։ Այսինքն մարդը ինքն իր մեջ ունի աստվածային մի մասնիկ, մի տար, եւ Աստծո գաղափարին համաձայն մենք նրա զավակներն ենք եւ հետեւաբար լինելով զավակները նա մեր հայրն է եւ մենք իրավունք ունենք Աստծուն Հայր կոչել։ Ինչու ենք կոչում Հայր մեր, որ երկնքում ես։ Աստված երկնքում է, այո։ Աստված երկնքում է, սակայն մեր պատկերացրած երկինքը չէ ամպերի վրա կամ արևի մոտ եւ աստղերի մոտ։ Աստված լինելով Հայր, նա գտնվում է բարձրունքում, իսկ երկիր ասելով մենք իրականության մեջ պատկերացնում ենք բարձրություն, մեծություն։ Եվ ինչու ենք ասում Սուրբ լինի անունը քո, միթե Սուրբ չէ Աստծո անունը։ Սուրբ է, բայց ոչ բոլոր մարդկանց շրթունքների վրա։ Օրվա մեջ ինչքան անգամ ենք մենք օգտագործում Տիրոջ անունը անիմաստ երգերի մեջ, նախադասությունների մեջ, որը ընդհանրապես կապ չունեն։ Իսկ աղոթքի ժամանակ չկա, չենք օգտագործում աղոթքի ժամանակ։ Աղոթում ենք, Աստծո անուն տալիս ենք։ Հետևաբար աղոթում ենք, որ Տեր թող քո անունը սուրբ լինի բոլոր մարդկանց շրթունքների վրա, եւ իմ եւ ամբողջ աշխարհի։ Ինչու ենք ասում թող քո թագավորությունը գա։ Այս աշխարհը Աստծո թագավորության տակ է, ինչ է կարծում, ոչ, չարի։ Մեր հայրերը ապստամբեցին, երբ որ այդ պտուղը կերան, որ չէր կարելի, Աստված ասաց, բոլոր պտուղներից ուտեք, բայց այս պտուղը չպետք ուտեք։ Մերժեցին Աստծո խոսքը, չնազանդվեցին եւ վռնդվեցին Գեդեմական պարտեզից, այնտեղ է Տիրոջ թագավորությունը։ Երկնքի մեջ, տիեզերքի մեջ ամեն ինչ Աստծո թագավորության տակ է, բայց միայն այս աշխարհն է, որ Աստծո թագավորությունը չի տիրում։ Նրանք հավատացին Օծի խոսքին եւ չհնազանդվեցին Աստծուն։ Հետևաբար այս աշխարհը Օծի թագավորությունն է, չարի, սատանու, եւ խնդրում ենք մենք Տեր Աստված թող քո թագավորությունը տիրի մեր մեջ եւ աշխարհի մեջ։ Հիսուս խոստացել է, որ երբ որ գա իր արքայությամբ, պետք է մեզ հավատացյալներից տանի իր թագավորությունը, որտեղ որ իշխում է միայն Աստված, միայն ինքն է թագավոր, որտեղ չկա չարիք, գործում է միայն բարին։ Ինչու ենք ասում թող քո կամքը լինի, ինչու պիտի մեր կամքը չլինի, մեր կամքը բարի է, ոչ, միշտ չէ որ բարի է, մեզ թվում է թե բարի է, բայց իրականության մեջ բարի չէ, Եվան երբ որ կերավ պտուղը նա կարծում էր որ չար բան չկա, բայց չարիք էր, չէ, Աստծո խոսքին չհնազանդվեց, հետևաբար թող Տիրոջ կամքը լինի մեր մեջ։ Երբ ասում ենք տուր մեզ մեր ամենօրյա հացը, ինչ նկատի ունենք։ Այն հացն է, որ մենք ամեն օր ուտում ենք, թե սա խորհրդանշական այլ իմաստ ունի։ Իմ կարծիքով այս հացը միայն այն հացը չէ, որ մենք ամեն օր ուտում ենք, այլ կարծում եմ հոգու սնունդի մասին է, որովհետև մենք մարմինը սնուցում ենք այդ հացով, ամենօրյա հացով, սակայն հոգին ինչպես պետք է սնուցենք, աղոթքով, եկեղեցի գալով, Աստծո խոսքը լսելով, խոսելով, շարականներ երգելով, Աստվածաշունչը կարդալով, հետևաբար այս հացն է, որ մեզ պետք է։ Ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ։ Սա է աղոթքի սիրտը։ Երբ որ աղոթքը վերջանում է, Աստված չի կրկնում մնացած բառերը, որ մենք ասացինք։ Միայն սա է հիշում։ Ներիր մեզ մեր մեղքերը, ինչպես որ մենք ենք ներում
մեր դեմներ գործողներին։ Բայց մենք ներում ենք, բայց ինչպես Աստված մեզ ների։ Ներերություն գտնելու բանալին դա ներում է, պետք է ներենք, որպեսզի ներվենք, եթե չներենք, չենք ներվի։ Հետևաբար ներենք բոլորին, ովքեր որ մեր դեմ մեղք գործեցին, դժվար բան չի։ Ու մեզ փորձության մի տանիր, այլ փրկիր մեզ չարից։ Աստված մեզ փորձության տանում է, չարը մեզ փորձության տանում է, Աստված երբ փորձության է տանում, չի տանում կործանելու համար։ Երբ որ Աստված մեզ փորձության է տանում, դա մեր հավատքի հիմքերը ամրացնելու համար է։ Իսկ երբ չարն է մեզ փորձության տանում, այդ հիմքերը ջարդելու, շրելու համար է։ Չարը շատ նախանձ է եւ չի ուզում, որ մենք Աստծուն հավատանք։ Ինքը միշտ կախված է հավատացյալների ետևից։ Ինչու անհավատների ետևից չի գնում, որտեղ արդեն իրանք էլ չեն հավատում, կարիք չկա ժամանակ վատնելու նրանց վրա, այլ հավատացյալների, որովհետև Աստված խոստացավ, որ հավատացյալները կվայելեն Աստծո արքայությունը, բայց ինքը լինելով նախանձ, մեզ նախանձելով, չէ, ինչպես պիտի դուք վայելեք, դուք էլ չպիտի վայելեք, դուք էլ պիտի չվայելեք Աստծո արքայությունը։ Եվ տերունական աղոթքը ավարտվում է այս խոսքերով, որովհետև քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը, հավիտյանս, հավիտենից ամեն։ Ինչ նշանակություններ ունեն այս խոսքերը։ Ուրեմն աղոթքի մեջ մենք խնդրեցինք, մեր քո թագավորությունը գա, կամքը լինի, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, մեզ դերիր, փրկիր չարից։ Շատ լավ։ Ինչու՞, որովհետև քոնն է թագավորությունը, դու ես աշխարհի թագավորը, եզերքի թագավորը։ Մեր աղոթները խնդրում ենք կատարիր, քեզ աղոթում ենք, մենք գիտենք, որ դու կարող ես կատարել, որովհետև քոնն է զորությունը, դու ես աշխարհի փառած Տերը, ամեն ինչ դու կարող ես անել, քեզ համար անկարելի ոչինչ չկա, եւ քեզ հետ մրցակից աստվածներ չկան, ամենակարող եւ ամենաճշմարիտ Աստվածը դու ես։ Եվ ասելով ամենավերջում ամեն, դա հաստատում է այս ամենը։ Ինչ որ մենք աղոթեցինք, ամեն, դու կարող ես, դա ճիշտ է, ճշմարիտ է, այդ ամենը կլինի։ Եվ ուրեմն զիքոյ արքայություն, եւ զորություն, եւ փառք, ամեն։